ինձ ասում են հələ պատկերացրեք, ասենք հասկանում եք, չէ՞, ես երեք գիրիկուն խոսում եմ, հրահանգ եմ տալիս տեղից առավոտ գործողությունը։ Եթե հրահանգ, Ժողովուրդ ջան, ես հրահանգը ստեղ չեմ տվել։ Ես հրահանգը տվել եմ Հանրապետության հրապարակում 2026 թվականի հունիսի 5-ին։ Ինչ եմ ընդեղից տվել, որովհետև ոչ մեկ չի ասում։ Լսի, ոչ մեկ չի ասում։ Պիացա Գրանդե։ Սպայտունը պատմամշակութային հուշարձանը քանդել են տեղը Ռոբերտ Քոչարյանի, Լևոն Քոչարյանի եւ Սեդրակ Քոչարյանի սեփականությունն է։ Ոնց։ Play City, Թենիսի մանկապատանեկան կենտրոնը վերցրել են մարդիկ, դարձել են իրանց համար օրանժ։ Toyota Երևան, մի կողմից, եթե ես ճիշտ հասկացա, էլի բանը, Ռուբինյանի հետ ենք նայում, եթե ես ճիշտ հասկացա, մի հատ հողն են տվել, մի հատ էլ գնացել են փայ են մտել Toyota Երևանի մեջ։ Պարոնյան 8 շենքի տեղը հին շենք ա եղել, այդ վերցրել են կոպեկներով, Կապուտակ Սևան, ես կոնգրես հյուրանոցը, չգիտեմ սրա մասա թե չէ, Կասկադում 2 հեկտար հողամաս։ Ժորժ ջան, ես ձեզ հարց եմ տալիս։ Նախ 2 հարցադրում կա։ Ես 8 տարի վարչապետ եմ Հայաստանի Հանրապետության։ Ես ինչի Կասկադում հող չունեմ, ժողովուրդ։ Ինչի Կասկադում ես հող չունեմ։ Ինչի Սևանի ափին հանգստյան տուն չունեմ։ Ինչի հյուրանոց չունեմ։ Ինչի 1 միլիարդ 740 դրամ չունեմ։ Այսինքն բան եմ ես այսօր առավոտ խոսում ենք գործընկերների հետ։ Այսինքն ինչ։ Ես միամիտ եմ, հա։ Իրանք շուստրի ուժեղ տղեկն են, հայրենասեր, ես եմ միամիտն եմ։ Հիմա էլ ասում են, ճիշտ հարց ընցեց, ասում է 8 տարի։ Ինչի է 8 տարի հետո։ Բայց ես էլ եմ այդ նույն հարցը տալիս։ Ասում եմ ինչի է 8 տարի հետո, 8 տարի ինչո՞, այս փաստերից որևէ մեկը նոր է։ Ինչի է 8 տարի հետո, ես եմ, բայց ինչ եմ Հանրապետության հրապարակից ասել։ Ասել եմ այն պատճառով, որով մի պարզ պատճառով, որովհետև լինելով իշխանություն ամեն օր կռիվ ենք տվել այդ մաֆիայի դեմ։ Այդ սեփականությունը ինչի է Ռոբերտ Քոչարյանը եւ մյուսներինը։ Որովհետև ասում եմ, ում ուզեցել են առել են, ում ուզեցել են ծախել են, եւ գիտեք ինչ քաղաքական նարատիվով, հեսա մի շաբաթ սրան գնում են, հեսա մյուս ուրբաթ սրան գնում են, հեսա բան, հեսա սենց արնելու, հեսա ընդես դաբրոկա, եւ այդ բանում դատաիրավական համակարգում էլ մի մասսա կա, չէ, որ նայում այսօր առավոտը մերոնք հեսա գալու են։ Հեսա ասել էի ձերոնք ինչ են անելու։ Գալու են, բայց 8 տարի ինչի ես պետք է 30,000 մարդու ներկայությամբ այդ խնդիրը դնեմ, ինչ եմ այդ օրը ասել, որ ասել եմ ժողովուրդ, էս իմ պլանն է, եթե համաձայն եք գնացեք քվեարկեք։ Եվ պետությունը, որը Հայաստանի Հանրապետության ժողովրդի իշխանության ներքո է, պարտավոր է ժողովրդի կամքը կատարել։ Այո, պետք է նստեն։ Այո, սաղունեց քվածքը, ես ասում եմ Ծառուկյան Գագիկը պետք է հայտարարություն անի, ասեն ինչ էի անում, ասում, որ թոշակը պիտի նվազագույն սպառողական զամբյուղի չափը ըլնի, բայց երբ է թոշակը բարձրանալու, Քոչարյան Ռոբերտն էլ պետք է ասի դա։ Իրանք էլ պետք է ասեն, իրանք պետք է փող չունենան, որ ընտրակաշառք էլ բաժանեն, եւ դա են քաղաքական հանձնառությունն է։ Եվ այն պետությունը, որը սա չի անի, չի կարա չանի, որովհետև սա արդեն իմ ասածը չի, սա Հայաստանի Հանրապետության ժողովրդի ասածն է, դե փորձի մեկը չանի։ Բրծելա ձեր մաֆիայի ժամանակները, որ ում ուզենակ առնեք, ում ուզենակ ծախեք։ Բրծելա։ Ասում է համադրականն, ասում է դատական համակարգը անկախ է, ումից է անկախ դատական համակարգը։ Իրանք մտածել են, թե դատական համակարգը ժողովրդից է անկախ եւ մաֆիոզների հետ պետք է գրփեն Հայաստանի Հանրապետության ժողովուրդ։ Խալաթ եք արեք գլուխներդ պատին եք տվել։ Հնազանդ ժողովրդի կամքը կկատարեք։ Հնազանդ։
Հավանիր տեսանյութը եւ բաժանորդագրվիր նորությունները բաց չթողնելու համար։